Շատ կարևոր է, որ մենք դեռ մանկուց կարողանանք երեխաների մեջ զարգացնել այս ընդհանրության մտածողությունը, որ ես արժեք եմ, դու արժեք ես, եւ ոչ թե մենք հավասար ենք, այլ մենք համարժեք ենք։ Այստեղ խոսքը չի գնում հավասարության մասին, այլ խոսքը գնում է համարժեքության մասին, հա, որ ես կամ դու կաս։ Մենքի գաղափարը, հա, որ ես ունեմ իմ ցանկությունները, իմ երազանքները, իմ ընտրության հնարավորությունը եւ դու ունես քո ցանկությունները, քո երազանքները, քո ընտրության հնարավորությունը եւ այս մենքի գաղափարի մեջ կարծես մենք մեկս մյուսի արժեվ պատասխանատվություն ենք կրում եւ մեկս մյուսի արժեվ անելիք ունենք եւ եթե մինչեւ 3 տարեկանը ձևավորվում է երեխայի եսը, որ երեխան ասում է ես ուզում եմ, սա իմ ուզածն է, սա իմ կամքն է, շատ կարևոր է որ 3 տարեկանից հետո էլ մենք կարողանանք երեխայի մոտ ձևավորել իսկ ինչ է ուզում դիմացինը, հա, եթե դու մինչև 3 տարեկանը ուզում ես հասկանալ ինչ ես դու ուզում եւ փորձում ես ամեն կերպ բավարարել քո պահանջմունքները, դրանից հետո մեր օգնությամբ մենք պետք է երեխաների հայացքը ուղենք այն տեսանկյունին, թե իսկ իմ դիմացինը ինչ է ուզում, իսկ ես ինչ պետք է անեմ, որ կարողանամ իմ դիմացինի պահանջմունքը բավարարեմ։ Եվ այս մենքի գաղափարի մեջ, ընկերներ, նախ մենք երեխային տալիս ենք հստակ սահմաններ, որտեղ է սկսվում իմ իրավունքը եւ որտեղ այն ավարտվում եւ որտեղ է սկսվում իմ դիմացինի իրավունքը եւ որտեղ այն ավարտվում, որովհետեւ եթե չկան սահմաններ, երեխան, նորից եմ կրկնում, հայտնվում է տագնապայնության, վախի եւ անորոշության մեջ։ Ինչքան երեխայի կյանքում հստակ կան սահմաններ, այդքան երեխան իրեն ապահով է զգում։ Այնպես որ սիրելի ծնողներ, մտածեք այս ամենի մասին։ Առաջարկեք ձեր մոտեցումը, ձեր տարբերակը, կիսվեք ձեր կարծիքներով։ Մի համաձայնվեք ինձ հետ, բայց խնդրում եմ, մտածեք այս ամենի շուրջ, որովհետև գնալ այս ամենի հոսքով, հա, որ դու իրավունք ունես, քո կյանքն է, ինչ ուզում ես արա, ուր ենք մենք ուղարկում մեր երեխաներին, հա, արդյոք այն վայրը, որտեղ մենք իրենց ազատությամբ ուղղորդում ենք, ապահով է։ Չարժե արդյոք որոշակի հստակ քարտեզ տալ, միջև նրանց կուղարկենք այս մեծ անորոշ ինքն իրեն կորցրած աշխարհը։ Այնպես որ սիրով սպասում եմ ձեր կոմենտներին հետաքրքիր քննարկում ստանալու համար։ Ցտեսություն։